Ուզում հիշացնեմ, ձեր հարցերը մի պահեք վերջում։ Սկսեք սկզբից ձեր հարցերը տալ, ինչի, որովհետև ինչ եմ նկատել, որ ես հենց ասում եմ, որ վերջացնում, նոր մարդկանց հարցերը սկսում է այդ վերջի վայրկյանի շատանալ։ Տվեք այն հարցերը, որը որ ձեզ օրվա ընթացքում անընդհատ փնտրում եք, անընդհատ հասկանում եք, որտեղ էներգիայի հոսք կա, էներգիա է գնում ձեզանից, ու կիսվեք, գիտեք ինչով, այն զգացողությունները, ինչ հիշողություններ է գալիս պրակտիկաների ժամանակ, այսինքն անցած պրակտիկայի ժամանակ, որ մենք կատարել ենք, ինչ է տեղի ունեցել, ինչ է լինում, ինչ հուշումներ էր գալի այդ ընթացքում, այն ինչը, որ ուզում եք կիսվեք իրականում, է դրա հետ կապված, մի ամաչեք, մի վախեցեք, գիտեք ինչից, մի վախեցեք նկատելի լինելուց, երևալուց, ձեր իրական այն ամենամաքուր կերպարով, որը որ ուզում եք դուք նկատելի լինեք այս աշխարհում։ Սկսեք, փորձեք, փոքր քայլերով է դա տեղի ունենալու, ամեն ինչում, կլինի դա ձեր բիզնեսում, կլինի դա ձեր աշխատանքի վայրում, կլինի որտեղ որ ուզում լինեք, պետք է սկսեք ձեր իրականը, ձեր ճշմարտությունը, ձեր այն իրական մաքուրը, որ դուք ներսում պահում եք բոլորից թաքուն, հիմա ժամանակն է 2025 թվականը ուզած չուզած այդ մաքրումն է կատարում, այն մարդկանց ներսում գտնվող բոլոր կեղծ դիմակներ չասեմ, կեղծ եսեր, որոնք որ մեզ տրվել են երեխա ժամանակվանից սկսած, ու այսօր մենք շարունակել ենք երեխա այդ հասկացողության մասին, երեխա գիտակցության շերտի մասին հարց պատասխանը։ Ինչ եմ ես ուզում ասեմ, ինչի եմ անցկացնում այս հանդիպումները, որովհետև ես միշտ իմացել եմ բոլորն են իմ նման տեսնում այս աշխարհը, բոլորն են իմ նման դիտարկում են ամեն մանրուքները, բոլորն են հետաքրքրված երեխաների հարաբերություններով, հետաքրքրված են կրթական համակարգով, հետաքրքրված են բոլոր տեսակի համակարգերով, չեմ ուզում առանձնացնում կրթական համակարգ, բայց հետո երկար, գիտեք ոնց է լինում, երկար որ սկսում ես փնտրել, սկսում ես մարդկանց հետ այդ թեմաներով զրուցել, հասկանում ես, որ ոչ բոլորն են դրանով հետաքրքրված, բացի հետաքրքրված լինելուց, այդ բոլորին տրված չի խոսել այդ ճշմարտության շերտերից, բոլորին տրված չի այդ կրել այդ ամեն ինչ իր ներսում։ Ես շատ հետաքրքիր փորձ եմ անցկացրել փոքր ժամանակվանից, հենց երիտասարդ, ես չեմ խոսում բանից, որտեղ ես չեմ գտնվել։ Ես գտնվել եմ աղքատության շերտում, ես գտնվել եմ այն ծայրահեղ գոյատևման վիճակներում, ես գտնվել եմ կախվածությունների շրջանում, ես գտնվել եմ կորուստի, մոլորվածության շրջանում, բոլոր տեսակի գիտակցության շերտերում ես ինքս եղել եմ, ես ինքս անցել եմ, տրվել է այդ ամեն ինչը, որն է այդ ուժը հենց հավատն է, հավատը, որի մասին որ խոսում են բոլոր ուսուցիչները, սկսած Հիսուս Քրիստոս, մեր մեծ եղբայրից, որը ցույց է տվել այդ ճանապարհը, ցույց է տվել ոնց կարող է մարդը ինքը հասնել դրան, ու կա բոլորը այդ ամեն ինչը, ուղղակի ով աչքեր ունի, տեսնում է այդ ամեն ինչը, որ սկսում է անել, միմիայն անելով է դա լինելու, ոչ թե ինֆորմացված լինելը դա եղել է մի 50 տարի առաջ, այն ժամանակ է եղել զենք, դրանից առաջ, բայց հիմա փոխվել է ժամանակները, հիմա շատ ինչի համար եմ խոսում ես անելուց, ինչի համար եմ խոսում ես լինելուց, որովհետև հիմա չեք կարողանալու դուք հաշվարկներ անել ձեր կյանքում, չեք կարողանալու դուք պլանավորեք 10-20 տարի առաջ ձեր կյանքի, հիմա պետք է կարողանաք ներկայում հասկանալ, ներկայում ընդունել ձեր իրականությունը, ներկայում սկսեք ընդունել ձեր այն կողմերը, որոնք որ ձեզ խանգարում են, տեսնել ու առողջացնել այդ կետերը։ Իսկ ինչ է տալիս աշխարհը այսօր, որ վերցնենք բոլոր, ասենք, սիստեմները, չէ, վերցնենք ինչ-որ երեխային սկսում են ծնողները ուղղորդել այդ հաջողության ճանապարհին, որը որ շատ լավ է մեր կարծիքով, որովհետև մենք, ես ձեզ ասել եմ, չէ, մենակ վատ բառերի, հայտնի այդ նեգատիվ բառերի տակ մի փնտրեք, այդ գիտեք ոնց այդ խայտառակ ծրագրերը, խարդախ ծրագրերը, որոնք որ դրվում են, այն դրվել են, այսպես ասած, դրվել են այն ուժերի կողմից, ովքեր չեն ուզեցել, որ մարդիկ կան գիտակցվածության այն շերտին, որ հասկանան իրենք են ստեղծում իրենց կյանքը, իրենք են ստեղծում, հասկանան թե ոնց են դա անում, ու ինչ են արել, այդ նույն ձև այդ բառից ծնվում է մի նոր աշխարհ,
Այսինքն, երբ որ չկա բառ, չկա նաև հասկացողությունը, չկա այդ դրա հետ կապված մարքեթինգ, չկա բրենդինգ, չկա դրա հետ կապված ընտրություն մարդկանց, այսինքն ընտրվում է, այս վերցնենք, այսինքն հաջողություն բառը, ստեղծվել է այդ հաջողություն բառը, հետո դրանից հետո ստեղծվել է այդ lifestyle-ը, այդ ապրելակերպը, դրանից հետո արդեն ստեղծվել են բրենդներ, ստեղծվել են շորի նոր տեսակներ, ստեղծվել են արդեն նշաններ, ստեղծվել են այդ շորերի, այսինքն չեմ ուզում ես այդ բրենդերի անունները տամ, ես ինքս եմ արել, բայց դա այնքան ժամանակ մինչև հասկանում ես, որ դա խաբեության այն ամենապարզ շերտերից մեկն է, որ այստեղ բոլորն էլ արդեն գիտեք ու տեսնում եք, ու ինչ է տեղի ունենում, այսինքն հաջողություն հասնելուց ծնողների հետ, չէ՞ որ ինքը լավ ցանկություն է, բայց ես եմ ձեզ հարց տալի, իսկ ինչ է հաջողությունը։ Կարող եք ցույց տալ մի մարդ, որ ինքը գտել է այդ հաջողությունը։ Հաջողությունը ասոցացվում է ֆինանսական առատության հետ, ֆինանսական անկախության հետ, մատերիալ կուտակված ինչ-որ բաների հետ, ինվեստիցիաների հետ, տարբեր լիքը տներ ունենալու հետ, մեր հայկական լեզվով ասում։ Բայց հաջողություն չի ասվում, այսինքն երեխայի ներքին հանգստությունը, էմոցիոնալ գիտակցվածությունը, emotional intelligence, որ մարդը ունենա, էմոցիոնալ առողջ վիճակը, չի ասվում ներքին վստահությունը, որը որ այսօր շատ բացակայում է տղաների մոտ, ահա որ շատ, չեք պատկերացնի ինչքան, ովքեր որ ունեն ամուսիններ, ովքեր որ այն տղաները, որոնք լսում են, գիտեն ես ինչի մասն եմ խոսում, իհարկե գիտեն նրանք, ովքեր որ ուզում են այդ շերտը տեսնեն, ովքեր որ հոգնել են այդ մոլորված վիճակից ու գիտեք ինչից, անգլերեն այդ perform անելուց անընդհատ, այսինքն ինչ է տեղի ունենում, տղաները անընդհատ ուզում են ավել անեն, որ իրանք նկատելի լինեն, անընդհատ ուզում են, այդպիսի մարդիկ անընդհատ ուզում են շատախոսեն, անընդհատ ուզում են կոնտրոլի տակ պահեն միջավայրի, այդ կլինի զրույց, անընդհատ ուզում են իրենց մասին ինչ-որ բան կիսվեն, բայց այդտեղ թաքնված է խորքային անվստահություն, խորքային անինքնավստահություն, որը որ գալիս է հենց այդ երեխա ժամանակվանից, որ ծնողները չգիտեն իրանք, գիտեք, առանց մեղադրելու ուղղակի աշխարհի համակարգն է այդպես եղել, բայց ես սկսեցի նրանից, թե ինչի համար եմ, չէ՞ ես կիսվում ես ամեն ինչից, ես կիսվում եմ, որ մենք պետքա բարձրաձայնենք, որ այդ ամեն ինչը արդեն նկատելի է եւ տեսանելի է, եթե մենք դա չանենք, այն ուժերը երբեք թույլ չեն տա դա անեն մարդկությանը, որովհետև ձեզ թվում է, որ կան շատ մարդիկ, հենց կենթանի մարդ հասկացողությունը, քիչ են իրական մարդիկ, կան NPC-ներ, կան բոտեր, որոնք որ այդ ավտոմատացված կերպով են ապրում, ավտոմատացված կերպով ու երբեք հարց չեն տալիս, բայց դա հենց ոչ թե վիրավորանք որպես, այլ այդ հոգու զարգացումը էդ է պետք, այսինքն ինքը պետք է մի ծրագիր ընդամենը ունենա եւ վերջ, դրանից ինքը չի կարա շեղի, բացի այն գիտակցության շերտերը, որտեղ որ խոսում ենք, այն անսահման գիտակցության շերտը, այն սիրո, այն ճշմարտության, այն լինելիության, այդ շերտերը իրանց հասու չի, որովհետեւ իրանց մարմինը չի դիմանա այդ էներգիաներին, ինչի չի դիմանա, որովհետեւ պատրաստ չի իրանց մատրիցան դա կրելու համար, պատրաստ չի այդ լուսային կոդերը իրանց մարմնով անցկացնելու համար, ուղղակի տեղի կունենա զբոյ, տեղի կունենա անջատում, որը որ շատ տեղի է ունենում, ինձ այն մարդիկ, ովքեր որ YouTube-ում լսում են, գիտեք ինչ են ասում, որ մաքսիմում ասենք 5 րոպե են կարող լսել, գիտակցությունը ինքը անջատում է, շեղում է, կամ ասեմ ձեզ, այն մարդիկ, ովքեր որ ինձ առաջին անգամ են լսում, ու շատ արգելքներ է լինում այդտեղ, ինչի, որովհետև դա ես եմ արել, ես եմ դրել այդպիսի ֆիլտրներ, որ ուզում եմ այն հոգիները կան, այն ազատ ու ճշմարիտ ում պետք է այս ամենը, ում պետք չէ այս ամենը, իրանք չեն կարա իմ էներգետիկ դաշտում գոյություն ունենալ, անհնար է դա, ինչ կլինի, իրանց զանգ կգա, իրանց հարազատները կգան, իրանց անդադ կխանգարեն, ինչի համար, որովհետև ես իրոք ուզում եմ, որ անհատապես դուք բոլորը դառնաք ձեր կյանքի առաջնորդը եւ վերջ, թե դա ոնց եք անելու, այդտեղ չկա ինստրուկցիա հստակ, ինստրուկցիան այն է, որ ես ձեզ տալիս եմ ձեր կապը,
ես չեմ տալիս ձեզ, ես ցույց եմ տալիս, թե ոնց կարելի է անել դա, ոնց կարելի է անել նաև այդ անպամած օրերին, ոնց կարելի է անել մոլորված վիճակում, ոնց կարելի է անել կախվածություններից, հասկանալու համար, թե ինչի համար կա այդ կախվածությունը։ Կախվածություն մտածեք մենակ ալկոհոլիզմի կամ մանատիպ բաների մասին։ Կախվածություն ուրիշների կարծիքներից, կախվածություն ուրիշներով առաջ գնալու, ոչ թե դուք ձեր ընտրությունը անելու։ Ինչի համար եմ ասում, ես խոսում եմ այն մարդիկ, ովքեր ուզում են դառնան իրենց կյանքի առաջնորդը։ Հիմա նույնը պետք է մենք տանք երեխաներին այսօրվա, ինչա տալիս իսկ այսօրվա համակարգը։ Հաջողության գաղափարը դրվում է, որ չգիտի մարդը դա ինչ է իրականում, այսինքն հաջողությունը կապում են փողի հետ, բայց իրականում փող չեն փնտրում մարդիկ։ Այն մարդիկ, ովքեր որ ուզում են իրական փող փնտրեն, հենց հիմա ձեզ հարց տվեք, դուք ինչ եք անում դրա համար։ Կտեսնեք, որ դուք այդ չեք ման գալի, դուք ուրիշ բան եք ման գալիս։ Ու ինչ է տեղ ունենում։ Իսկ մենք ինչ գիտենք, որ հաջողության հասնելու ինչ մեթոդներ կա, որ երեխան պետք է ինչ-որ բան սովորի, չէ՞։ Սովորելու համար ուր է գնում, դպրոց, հետո համալսարան, իսկ ինչա դրանից հետո լինում, այսինքն սպասում ենք, որ ինչ-որ պետք է հետ ինչ-որ բան լինի, չէ՞, աշխատանքի միջոցով կամ ապահովելու է, որ այդ մասնագետը ինքը կարողանա ռեալիզացիա ունենա այս կյանքում։ Բայց ոնց գիտեք, այսօրվա իրականության մեջ շատ քիչ մարդիկ կան, որ սովորել են այդ իրանց ճանապարհ ինչ-որ մասնագիտություն, հիմա դրանով հասել են այդ իրանց տեղը, որտեղ որ ուզում են։ Հասել են, ոչ թե հարմարվել են, որովհետև մարդկանց կյանքի ապրելակերպը սկսում են հարմարացնել, փոքրացնում, շրինկ են անում, սարքում են արդեն այնքան, մինչև ինչ է լինում, պետական համակարգը ոնց է, որ վճարում ամսի 1-ին կամ այսինքն կամ ամսի սկզբին կամ ամսի վերջին, թողում է մարդը, որ ապրի մինչև այդ սահմանում այդ 30 օրվա ընթացքում, որ նորից նույնը կրկնվի։ Բայց ինչ է տեղի ունենում, պարզ հաշվարկ չկա։ Պարզ հաշվարկ չեն անում մարդիկ, որ այսօրվա ինչի եմ ես ասում, համալսարանները այդ համակարգը ինչի համար եմ ասում, որովհետև նախ ինչա տալիս այդ համակարգը, ու հետո ինչա ապահովում։ Երեխան, այսինքն մարդը գնում է, վերցնենք սովորում է 8-ից 10 տարի համալսարանում, բոլոր բաները վերցրած իրար։ Ինչքան գումար է ծախսում, ինչքան է վճարում, ու ինչքան է ինքը ստանում։ Այսօրվա միջինը, որ հաշվարկեք, մարդը մինիմում ամեն ինչ ավարտելուց հետո 15 տարի, որ այդ կերպով աշխատի, ինքը նոր կանգնում է 0 իր ներդրածի հետ։ Այսինքն, որ ուղեղից դուրս ինքը ներդրում է կյանքի համար։ Ես չեմ ասում մարդը թող չսովորի, բայց մարդը կարող է սովորի այն ինչը, որ ինքը ուզում է տեղ դառնա ամենալավագույնը։ Ինքը չի էլ ուզում դա աշխատանք չի դառնում։ Դառնում է լավագույն իր անելիքը, որ ինքը չի սպասում, որ իրան ինչ-որ մեկը պետք է ասի։ Ինքը չի սպասում, որ նեղվի, որ ինքը դա անի։ Ես չեմ սպասում, որ ինչ-որ մեկը ինձ օրվա ընթացքում ասի, գիտես ինչ կա, այս շերտը ուսումնասիրի, կամ այս արա, այն արա։ Դուք դառնում եք ձեր առաջնորդը։ Բայց դա ինչ է տեղի ունենում, երեխաներին շեղում են այնանով, որ կեղծ ուրախություն են մատուցում։ Չեն ուզում խոսեն այն ինչից իրանք չեն հասել, այն ինչի իրանք որ նեղում է, դրա համար դա ցավոտ է։ Դա ցավոտ է ում համար, էգոյի, կեղծ եսի։ Ձեր ամենամեծ ինքը լինելու է չելենջը։ Ու ամենամեծ չելենջը լինելու է, որ դուք կգտնեք, որ նաև ունեք դուք լուսավոր էգո։ Այսինքն դուք ունեք մի հատ պայծառացած էգո, որ ինքը մտածում որ ինքը արդեն պայծառացել է, ինքը արդեն հասկանում է մատրիցան, ինչ է ինքը հասկանում է այդ բառերը եւ այլ։ Դա էլ է շերտ, որը որ պետքա մարդիկ անցնեն։ Դա էլ է շերտ, որը որ պետքա դրան էլ գան մարդիկ։ Ու ինչի հիմա արագացել է ինչը, ոչ թե ժամանակն է արագացել, ոչ թե արագացել է ամսվա 1-ից մինչև 30-ը, դա պայմանական մենք մարդկությամբ համաձայնություն ենք տվել, չգիտենք ոնց, որ ամսի 1, ամսի 30 եւ այլ, բայց իրականում դուք անընդհատ գտնվում եք նույն օրվա մեջ։ Ինչ է տալիս այդ Հեսա ասում ձեզ, այն է տալիս, որ մանիֆեստացիա հասկացողություն կա, մարդը այսինքն ուզեց ու դա կատարվեց, ու դա ոնց է տեղի ունենում հիմա,
ժամանակն է կարճացել դրա մեջտեղը, ինչի, որովհետև մաքրվել են այն շերտերը մաքուր ցանկության։ Դրա համար հիմա սկսել է տեղի ունենալ։ Այսինքն դուք սրտով ինչ ուզում եք, դա տեղի է ունենում ու դա թվում է, որ արագացել է, որովհետև մենք այնքան փակված ու այնքան մոլորված ենք ապրել, որ դա մեր համար անտեսանելի է եղել, որ ես ինչ որ բան ուզեմ ու լինի, բայց միշտ է այդպես եղել։ Ուղղակի այն ժամանակ եղել է այն ամեն ինչից, ինչը որ չուզելն է եղել։ Այսինքն մարդը, երբ որ մարդկանց հասեք ինչ եք ուզում, գրեն, դուք կարող եք ինքներդ փորձ անեք։ Հիմա թվարկեք այն ամենը, ինչը որ ուզում եք, ու կտեսնեք, որ 90%-ը դուք չուզելն եք ասում։ Որ ասում եք չեմ ուզում էս լինի, չեմ ուզում այն լինի, չեմ ուզում էս լինի, չեմ ուզում այն լինի։ Դա չի նշանակում, որ դա դուք ուզում եք։ Ու ձեր գիտակցության շերտերի համար գոյություն չունի հասկացողություն, դուք դա ձեր համար դա ճիշտ է, թե դա ճիշտ չի։ Ու ինչ է տեղի ունեցել, համակարգը հենց է դիզայն արած եղել, որ մարդուն դնի ինչքան հնարավոր է փոքր արկղի մեջ, ինչքան հնարավոր է փոքր։ Մեր տների տեսքն էլ է այդպես, եթե նկատեք, շենքեր, ամեն ինչ այդպես են արել։ Ազատություն չկա։ Մեզ թվում է, որ երկրի վրա տեղ չկա ապրելու։ Այդ էլ են, ոնց որ ասեցի, չէ, հաջողության բառի հետ կապված, ստեղծել են այդ գաղափարը ու սկսել են մարքեթինգ անել։ Ոնց եք։ Հիմա ինձ հարց էր եղել, որ ես անցած կիրակի պետք է ասեի, ինչ ոսկե դարի մասին է խոսքը գնում։ Ոսկե դար հասկացողությունը դա նոր էս աշխարհի այդ որ ասում եմ մարքեթինգային այդ բառերն է լինում։ Ինչի, որովհետև բառերի տակ մի փնտրեք իմացություններ, հասկացողություններ։ Փոխեք ձեր, ասեմ ձեզ ինչը։ Փոխեք ձեր ներկայով սկսեք ապրել, կհասկանաք, որ դուք դուրս եք գալի ամեն տեսակի համակարգից։ Այո, ձեր կողքը կլինեն էլի քաոսային վիճակներ, կողքը դուք բայց գիտեք ոնց եք իմանալ, ինչ որ մարդուց եք իմանալ։ Դուք երբեք չեք իմանա դա ձեր փորձով։ Կմաքրվի այդ քաոսային ամեն ինչը։ Կմաքրվի, որովհետև դուք դուրս կգաք այդ տեսակ մտքային համակարգերից։ Դուք դա չեք էլ այդ ծիլերը չեք դնում, ինքը այդ չի աճում ձեր իրականության մեջ։ Ու ինչ է տեղի ունենում։ Այն զույգերը, այսպես ծնող հասկացողությունը, մամա, պապա, ովքեր որ չեն բացել իրանց ներս այդ թափանցիկությունը ճշմարտությունը, իրանց երեխան ինքը վերցնում է այն ինչից որ փախնում են ծնողները։ Այն ինչից որ փախնում են ծնողները, կարմա հասկացողությունը, գիտեք ոնց, ինքը կարման հենց անգլերեն լավ բառ կա, այդ blueprint-ն է, քո իրականության, ինչից փախնում ես, դա անդադ տեղի ունենում։ Ինչ դու այդ ճառագայթում ես, դա անդադ տեղի ունենում։ Ոչ թե նախորդ կյանքում դուք ինչ որ մեկին վատ բան եք արել, հիմա եք պատասխան տալիս, այլ հենց ներկա վարքյանին դուք ուղղակի որ այդ անընդհատ ներկայության մեջ սկսեք գտնվել, շատացրեք։ Ես ինչի համար եմ ասում, ինչի համար է պետք է պրակտիկաներ անել 5 րոպեով, 20 րոպեով, 10 րոպեով, որ դուք ձեր կյանքը վերցնեք, կհասկանաք, որ լավագույն բանը, որ ունեք այս կյանքում, դա հենց ձեր կյանք հասկացողությունն է տված։ Ուրիշ ոչ մի բան։ Ու այն ժամանակը, որտեղ որ փորձ եք ձեռք բերում, ժամանակը ոչ թե ժամացույց կամ ամսաթիվ, այլ էներգիա, որը որ ձեզ հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել։ Ու ինչ, հեսա ավելի մանրամասն կասեմ ոսկե դարի հետ։ Ինչի համար եմ, ես նախ ասեմ, ինչի համար եմ ես sense որ ձեր ուղեղը վերցնի, որ ձեր ուղեղը բացի են դռները, որ այն մաքուրը, ինչը որ ես ուզում եմ, որ դուք վերցնեք, որպես ձեր գործիքան կազմ, որպես էներգիայի տեսակ, որ դուք սկսեք այդ apply անեք ձեր կյանք, ամենօրյա։ Ոչ թե սա լինի լեկցիա, խոսեցինք ու գնացինք, չէ։ Դուք ամեն անգամ վերցնեք ու ձեր կյանքի սկսեք apply անել, սկսեք ձեր կյանքում դա օգտագործել ու հասկանաք, թե ոնց է ձեր կյանքը փոխվում։ Ձերը նա փոխվում։ Մենակ ձեր կյանքն է փոխվում։ Սկզբում այդպես է, բայց ձեր կյանքը փոխվելով կտեսնեք փոխվում է ձեր երեխայի կյանքը, փոխվում է ձեր կողակցի կյանքը։ Ուղղակի այդտեղ
հարց կա, ինչքան եք կարողանալու դուք այդ հավատը մեծացնեք։ Հավատը այնքան եք մեծացնելու, մինչև դառնալու է իմաստություն ձեր կյանքում։ Դա լինելու է հենց այդ առաջական նվերը։ Երբ որ հավատի մասին խոսվում է, հավատը ոչ թե հավատ առ ինչ-որ բան, առ Աստված, դա ուրիշ տեսակի հավատ է մարքեթինգ արվում մեզ անընդհատ, որ հերվածել է մեզանից։ Հավատ առ այն աստվածային մասնիկի, որը որ ձեր ներսում է դրված։ Բառերով դա դրված է ճշմարտության տեսքով։ Ճշմարտություն ոչ թե կյանքի ճշմարտություններ, այլ ձեր ներկայի ճշմարտություն, ձեր զգացողության, մարմնի հետ ճշմարիտ հաղորդակցման միջոցով։ Ձեզ մարմինը հուշում է ձեզ փշաքաղվելու տեսքով, դողի տեսքով, ներքին մաքուր զրույցի տեսքով։ Այդ զրույցը եթե չկա զույգերի մոտ իրական, այսինքն այն մաքուր 100%-ը հանդիպում է այն մաքուր 100%-ի։ Կապ չունի իրար հետ 10 տարի, 20 տարի եղել են խաբեության մեջ, ինքնախաբեության մեջ։ Դա լրիվ նորմալ է։ Լրիվ, այս իրականության մեջ դա լրիվ նորմալ է։ Ինչի՞։ Բոլորս ենք դրա մեջ եղել։ Բոլորիս համոզել են, որ մարդը ինքը չունի անելու բան ստեղ։ Այսինքն որն են մեզ համոզել, որ ծնվեց, պետք է սկսի ինչ-որ բաներով զբաղվել արագ։ Երեխային ինչ են անում, սկսում են ոնց-որ բանի ռեյսի, դնում են ինչ-որ բանի տրասայի վրա, որ երեխան սկսում է իր արագությունը։ Հետո ինչա տեղի ունենում։ Երեխային սկսում են խորհուրդներով լցնել, սկսում են ավելի ուժեղացնել, սկսում են պայքարի այդ ոգի զարգացնել մեջ, մարտիկի ոգի են սկսում դնել երեխայի մեջ, որ երեխան գնա ու հասնի ուր։ Իսկ ուր են մարդիկ գնում, ուր է մարդը շտապում իր կյանքի ընթացքում։ Այդ հարցերը ձեզ տվեք, դուք պատասխանեք, ոչ թե երրորդ դեմքի համար, հենց այն ով լսում է ձեր ներսում։ Լիքը հարցերի պատասխան կտեսնեք, որ չգիտեք։ Լիքը հարցերի պատասխան չեք էլ ուզենա, որ բարձրաձայնեք չգիտեք։ Ինչ գիտեք ինչի, որովհետև էգոն չի թույլ տա, որովհետև կեղծ եսը ինքը չի թույլատրի դուք բարձրաձայնեք, որ դուք չգիտեք, որովհետև դա մեզ համար ցավոտ է։ Բայց որ անգամ որ ասեցիք չգիտեմ ու օգնություն խնդրեցիք այդ առաջական Աստծուց, հենց այն մաքուր աղբյուրից, կտեսնեք ոնց է բացվում այն հենց իմանալը, լինելիությունը։ Ոչ թե դուք փնտրեք այդ հանգիստ հարաբերությունները, այլ մի անգամ ասեք, որ դուք չգիտեք դա ոնց է լինելու։ Դուք մի անգամ ասեք, որ չգիտեմ ինչ է նշանակում հանգիստ հարաբերություն, ինչ է նշանակում երեխային ճիշտ երեխայի հետ հարաբերվել, երեխայի հետ ճիշտ ընկերություն ունենալ։ Սկսած ընկերությունը ինչ է։ Հանձնեք, որ մաքուրն ու ճշմարիտը գա։ Վստահեք ձեր հոգին եւ բարձրագույն եսը եւ ձեր բոլոր նաստավնիկները, ձեր հրեշտակներն ու ձեզ ոչ մի վայրկյան չեն թողում։ Բայց դուք եք ձեր նավի կապիտանը։ Ոչ մի ուրիշ էակ չի կարող ձեր տեղը որոշումներ կայացնել։ Ոչ մի ուրիշ էակ չի կարող ձեր տեղը ինչ-որ բան անել։ Դա շատ ցավոտ է մեր ուղեղի համար, որովհետև ինչ է լինում, երեխան մենք մեծանում ենք անպատասխանատու, գիտեք ոնց, մենք պատասխանատու ենք ուրիշների համար։ Գնանք, այսինքն ինչ-որ ժամի պայմանավորվել ենք, մենք այդտեղ լինենք, սա լինենք, սա անենք, ծառայողական պատասխանատվություն է դա։ Բայց պատասխանատու չենք մեր մարմնի ամրության, մեր մարմնի առողջության, մեր ներսի ներքին մաքրության, էմոցիոնալ առողջության։ Դրա մասին չի խոսվում, դրա համար ասենք չեք գտնի։ Ու կենդանի օրինակների վրա։ Ոչ թե գրքերից կարդանք ասենք, գրքերն իրանց տեղ ունեն, հուշումներ։ Բայց ձեր փորձը երբեք մի դրեք մի կողմ, մտածեք, որ ձեզանից ավելի ինչ-որ վեհ մեկը կա։ Դուք եք ձեր իրականության մեջ ամենաձեր սիրելի մարդը։ Դուք եք։ Նստեք լռության մեջ 3 օր, կհասկանաք ինչի մասն եմ ասում։ 3 օր։ Ամենահիանալի շրջանը, կտեսնեք ինչ տեսակ վախեր են գալիս։ Կտեսնեք ինչ տեսակ մտքեր են գալիս։ Բայց դրանք ձերը չեն։ Ուղղակի իմպլանտ են արել։ Այնքան չեք պատկերացնի։ Այդ գովազդային բաներ կան, չէ՞։
Դուք չգիտեք իր էներգետիկ դաշտը ինչ էներգետիկ դաշտով է հարստացած դա։ Դուք կարդում եք, որ օգնի SSS, չէ՞, բարերը կա, բայց էներգետիկ կոդը լրիվ փոխած է։ Լրիվ։ Ովքեր պատրաստ են, ֆիլմ կա, նայեք այդ ֆիլմի մեջ կտեսնեք։ Հա, They Live, նորից էլի եմ ասել, անգլերեն հենց այդ ֆիլմի անունը They Live, 1988 թվականի ֆիլմը, կզարմանաք, որ ինչեր են ցույց տվել մարդկանց հենց երեսին, չեն է թաքցրել, ոչինչ չեն թաքցրել, որովհետև տիեզերական իրանք օրենքները պաշտպանում են։ Մամա հասկացողությունը շատ մեր համար սիրելի եւ հարազատ է։ Մենք երեխան նայեք, որ ծնվում է, ինքը վերցնում է իր մամայի կյանքի պատասխանատվությունը։ Սկսում է վախենալ իր մամայի համար, իր ծնողների, գիտեք խի, որովհետև հասկանում է ինչ խայտառակ էմոցիոնալ վիճակում է։ Բայց մենք չէ՞ որ չգիտենք ստեղի օրենքները, երեխան, որ ինքը ծնվում է, դատարկ սասուտ պատկերացրեք։ Ինքը ծնվում է, ինքը չգիտի օրենքները ստեղի, չգիտի պայմանը տենց է, չէ՞ ծնվելու, որ հիշողությունը փակվելու է, որ հոգին գա ստեղ ու ինքը նոր սկսի հասկանալ, թե ինչ պետքա զբաղվի։ Իսկ ինչա նշանակում այդ մամայի վախ հասկացողությունը, այո, իհարկե այդպես է լինում։ Խորքային պետքա աշխատանք անեք ու պետքա հենց հիմա մամային ինչ կուզենայիր ասեիր, որ շատ ուզում ես ասել։ Ինչ ներսիցդ խոսք կա, որ դու ու կուզենայիր ասեիր, որ գիտես ինչ կա, քո կյանքը սենց։ Որովհետև շատ ժամանակ մենք սկսում ենք ուզենալ առողջացնել մեր մամային։ Ուզում ենք առողջացնել մեր մամայի հարաբերությունները պապայի հետ։ Մենք ուզում ենք առողջացնել, ուզում ենք ամենալավագույնը տանք մեր մամային։ Դա շատ նորմալ է եղել։ Բայց հիմա մենք ստեղ հարց կարաք ձեր մամայի տեղը ջուր խմեք ու ինքը ջուր չխմի, չծարավի։ Կարաք այդ անեք, չի լինում դա։ Այսինքն պետքա թույլ տանք, որ իրանք դա անեն։ Պետքա թույլատրեք, գիտեք ոնց, ոչ թե թույլատրեք, որ դուք թույլատրում եք իրա, այլ ձեզ ազատեք այդ կոնտրոլից։ Այսինքն ներսում խորքային ու հիմա որ գնաս գիտակցության ներսում, ուղղակի ես ձայնը չգիտեմ ինչի ես որ խոսում եմ, անջան, ես այնքան ցածր եմ լսում, ես կուզենամ հիմա միասին անենք այդ աշխատանքը, եթե ուզում ես։ Ու բոլորի համար է կլինի դա աշխատանք։ Հա, կարելի է։ Okay, հիմա փակի աչքերը, մի հատ շունչը քաշի, սա բոլորի համար է, ասեմ ձեզ։ Հիմա միանում ենք իրար հետ, հիմա հարց տանք ու առաջինը ինչ պատասխան կա, այդ առաջի բառը բացի միկրոֆոնը, չէ, այդպես չենք անում, իրար հետ հարց պատասխանի միջոցով կանենք։ Հասկացա, Հիմա երբ այնցա սկսել այդ վախ հասկացողությունը մամայի կյանքի համար, այտենց ձևակերպենք։ Ռաֆ, ոչ թե ես իր կյանքի համար եմ վախենում, իր կյանքի համար չեմ ասում։ Հա։ Ասա, ես ավելի լավ հարցը ձևակերպեմ։ Տես, դու ճիշտ ես, այսինքն այն, որ ուզում ես, որ ծնողդ ստրես չտանի, դրանից չհիվանդանա, լավ լինի, այդ եղել է, բայց հիմա ես հասկացել եմ, որ իր կյանքը դա իր կյանքն է, ես ոչ մի ազդեցություն չեմ կարող ունենամ, բայց հարցն է, որ ես ուզում եմ, որ իմ վրա ազդեցություն չունենա, ինձ կոպիտ ասած չկպնեն, իրանց վախերը ինձ վատություն չանեն։ Ստեղ է դա հարցը։ Նայ, դա ներսում է տեղի ունենում։ Այսինքն հիմա դու ինչ որ խոսացիր, եթե մաման հələ էտիկա ունի, ուրեմն դու այն որ ասում ես ստակ ես եղել, լրվել ես այդ իրականության շերտի վրա, հիմա էլ։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այսինքն որ մաման իր վախերը քեզ չտա, այդ խոսակցությունն է հիմա էլ գնում քո ներսում։ Պատկերացնում ես ինչ եմ ասում։ Հա։ Ես ինքան կամաց եմ լսում, այդքան հետաքրքիր է։ Հա, պատկերացնում եմ։ Հիմա լսվում է։ Մի հատ նորից կխոսես։ Խոսում եմ։ Վերջապես։ Վերջապես։ Okay։ Հիմա նորից հարց ենք տալիս։ Հիմա նայ։ Ուզում եմ գնաս խորքային առաջի կետը, երբ ես վերցրել մամայի համար պատասխանատվություն։ Հեսա ավելի մանրամասն։ Երբ է եղել դեպքը, որ հասկացել ես մաման
ճնշված է, մաման չի ապրում իր լավագույն կյանքը, մաման երիտասարդ կինն է, որ ունի այս հնարավորությունները, ունի այս, չէ՞ որ այս կյանքը ինքը կարա էս անի, կարա երբ ես դա տեսել ու ներսում որոշում է կայացվել, հասկանում ես, ներսում կայացվել է, որ դու ավելի լավ ես տեսնում այդ ամեն ինչը։ Փոքրուց։ Երբ է եղել այդ դեպքը։ Հիմա գնա գիտակցության ներսում։ Երբ որ մի բանի համար ինչում ինքը մեղավոր չէր, իր վրա սկսեցին գոռալ, ու ինքը իրան չպաշտպանեց։ Հիմա բոլորին է վերաբերում։ Երբ է եղել դա։ Հիշի այդ որ տան մեջ էի Քսենիակ, դա ամեն ինչ հիմա կա քո գիտակցության ներսում։ Պատկերային կամ այդ հոտերով եւ այլ եւ այլ։ Հիմա հիշի։ Հա, հստակ հիշում եմ։ Ինչ կուզենայիր ասեիր մամային, որ այդ ժամանակ դու հասկացել ես։ Որ ոչ մի վախենալու բան չկա նրանում, որ ինքը իրան պաշտպանի ու ճիշտ ասի։ Ահա։ Հիմա այդ մամային ասա։ Քո ներսի, ոչ թե ֆիզիկական քո մամային։ Այդ էներգիայի տեսակա ինքը լինում, ինքը որ հիմա ուզում եմ հասկանաք, որ դա տեղի ունենում ընդհանրապես ձեր գիտակցության ներսում։ Ինքը առանձին չի, ինքը հիմա որ մամայդ գնաս ասես, ինքը կասի չկա այդպիսի բան։ Հա, ես քեզ որովհետև այդ շերտը քոնն է, քո կյանքի փորձն է։ Այսինքն դու արել ես աշխատանք, դու ունես այդ ներքին տեսողությունը։ Իրան դա պետք չի, իրան հիմա որ դա պետք էր, ինքն էլ էս խմբում կլիներ։ Չեմ ասում այս խմբում է, կլիներ ինչ որ այսպիսի տեսակ խմբում, իրան էլ դա կհետաքրքրեր, հասկանում ես չեմ ասում։ Ահա, հիմա փակի աչքերը։ Հիմա ուզում եմ այն ինչը որ նոր ասեցի, իրական մամային ասա դա։ Քո ներսում գտնվող մամային, երբ որ դու վերցրել ես իր կյանքի համար կոնտրոլն ու պատասխանատվությունը, հիմա ուզում եմ որ հետ վերադարձնես։ Հետ վերադարձրու ամենամաքուր մտադրություններով։ Մամայի հետ ամեն ինչ շատ լավ է լինում, ոնց որ երեգա եղել, ոնց որ մի տարի առաջ ա եղել, 10 տարի առաջ ա եղել։ Չէ՞ որ դա իր իրականությունն է։ Մենք չենք ուզում գողանալ ոչ մեկի փորձեր այս կյանքում։ Հիմա արա այդ աշխատանքը։ Բոլորդ կարող եք անել։ Մի վախեցեք, ձեր մաման ձեզ appreciate կանի, ձեր մաման ձեզ շնորհակալ կլինի ավելի։ Ձեր մաման ձեզ այնքան շնորհակալ կլինի, ներքին էներգետիկ մի հատ գիտեք ինչ կկոտրեք։ Այդ կոնտրոլը կկոտրվի ու նոր շունչ կբացվի, նոր տեսակի հարաբերություններ։ Որ մարմնի որ մասում է գտնվում այդ մամա հասկացող, որ մասին խոսում ես, հիմա մարմնիդ հարց տուր։ Զգա որ հատվածը։ Կրծքավանդակի մոտ։ Մեջտեղի հատվածում։ Այո, հիմա կարող ես ձեռքերով այս տեսակ մասաժ անես, որ հատվածում է, ուզում եմ սխմի, շնչի, մի գիտես ոնց հենց պետքա լավ սխմել, ցավալու, պետքա ցավ լինի այդտեղ։ Եթե ներսից է շնչելով բարձրացրու, գիտես ոնց ենք շնչում, այս փորը ուռացնում ենք ու այդ նույն ուռած ժամանակ բարձրացնում ենք վերև, այդ մեր շունչով։ Գտնում ես այդ մասը։ Հա։ Սխմիելու հետ մեկտեղ կտեսնես այդտեղ հենց մամայի հետ կապված ինչ գիտակցություններ ա գալիս։ Ինչեր ա գալիս, ինչ որ պատկերներ, գույներ, ընդհանրապես իմաստ չունեցող բաներ ա լինելու, ասում ձեզ։ Չեք պատկերացնի ինչ տեսակ սենց խառնիչ աղանջ լցրած ա լինի։ Հիմա այդ հատվածը արա ու ներսում տես այդտեղ ինչ ծրագրեր կա։ Ինչ ա գալիս, ինչ առաջի մտքերը ինչ են։ Մի մտածի։ Ոնց ինքը այդ պահի այդ սենյակի մեջ մնացած լինի։ Այսինքն փակվել է ինչ որտեղ չի դուրս գալիս։ Հա, չի, ոնց ասեմ, ոնց որ աճած չլինի մինչև հիմա այս 20 քանի տարվա ընթացքում ինքը։ Հա, այսինքն ինքը նույն ձև, ըհը։ Հիմա այդ սենյակի պատերը ուզում եմ որ դու քանդես, բացի, ազատի։ Ու շարունակեմ սխմել։
Հա, այդ տեղը գտի։ Հիմա կարաս այդ չսխմես, կարաս վերքերդ ուղակի դնես այդտեղ, մի քիչ մի 3 սանտիմետր կարաս հեռու պայես, որ էներգիան զգաս։ Հիմա ասում եմ, որ բացես այդ, որովհետև հիմա նա ինչա տեղի ունենում։ Ոնց որ ասացի, այս ամեն ինչը տեղի ունենում քո գիտակցության ներսում։ Հիմա ուզում եմ, որ դու, այսինքն դու ես մամային այդպես տեսնում։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այդ իմ ընկալումն է։ Այո, դա քո ընկալումն է։ Դու այդպես ես տեսնում, որ ինքը 20 տարի չի աճել։ Բայց հիմա որ իրան հարցնես, իր ներքին խորքային այդ վիճակը, ինքը լրիվ ուրիշ բան կպատասխանի։ Հիմա ուզում եմ այդ սենյակի պատերից դուրս հանի այդ ամեն ինչը։ Ուզում եմ, որ դու քեզ հիմա ասես, որ մաման հստակ իր կյանքը ունի, իր պատասխանատվությունն ունի ու իր կյանքի փորձը ունի։ Մաքրի այն տեսակ, գիտես ինչ, մամային հիմա բարձրացրու դարձրու այն մաման, որին որ դու իսկական ուզում ես։ Միտքը միթով ընկնի արանք հիմա, ստեղծի այն, ինչը որ դու դա ես ուզում, եւ վերջ։ Ու այդտեղ մնա։ Այսինքն, ինչ տեսակ մամա ես ուզում, որ ինքը գնում է իր կյանքով, ապրում է, ինքը պատասխանատու է, ինքը խոսում է իր ճշմարտություն, ինքը խոսում է իր ներկայից, ինքը խոսում է իր փորձերից, ինքը անվախ է։ Հա, զոհի կարգավիճակում չի էլի։ Հա, ես այդ եմ, այսինքն ինչ է լինում, անցած հանդիպմանը եթե հիշում ես, չէ որ մամայի արդեն փորի մեջ երեխան վերցնում է մամայի էմոցիոնալ դաշտը ամբողջական։ Ու երեխան ինքը հասկանում է, ու ինքը սկսում է դառնալ այդ պաշտպանը, այդ վահանն է սկսում դառնալ մամայի համար։ Անգիտակցական։ Հիմա ժամանակն է եկել, որ ու ասեմ ձեզ, բոլորի մոտ է դա տեղի ունենալու։ 2025 թվականի հիմա արդեն կիսում ենք, ու հիմա կտեսնեք, որ լիքը մարդիկ սկսում են հիվանդանալ, լիքը մարդիկ սկսում են, բայց դա ձեր հետ կապ չունի։ Ինչի, որովհետև դուք արդեն երկար ամիսների ընթացքում մաքրման աշխատանքներ եք կատարում։ Անի ջան, հասկացար չէ, ինչ աշխատանք պետք է արվի։ Հա, կանեմ էլի։ Ինքը նորից ու նորից, որ գիտես ոնց, որ գլխիդ մեջից դուրս գա մաման։ Չէ՞ որ քո մաման իրական տան մեջ է, բայց դու գլխի մեջ ես մամայի հետ ապրում։ Ոնց որ թույլ չես տալի, որ մաման ինքը իրական իրան չես տեսնում, էլի։ Ռաֆ, իսկ հիասթափեցնող չի դառնում այն, որ դու մտքումդ ինչ որ մեկին պատկերացնում ես նենց ոնց կուզեիր, ու ոնց իր պոտենցիալը ցույց կտար, բայց որ իրականություն նայում ես, հասկանում ես, որ դա տենց չի, այսինքն ожидание и реальность ոնց որ լինի։ Հիմա նայ։ Ես լրիվ հիմա նայ ինչա տեղի ունենում։ Իսկ տեսար միտքդ ոնց ինքը արագ արդեն սցենար ստեղծեց։ Չէ, իրոք եմ ասում, ոչ թե բառախաղ ենք հիմա խաղում։ Ուղղակի ես քեզ ասում, տես դու դա դեռ չես արել, չէ՞։ Ու ինքը արդեն սցենար է բերում, որ դա չի եղել։ Մի հատ ուզում եմ խորքային այդ պահը, որ որսաս, ինքը անդադ դու որսալու ես։ Արդեն ինքը ես այդ գործիքն եմ ուզում բոլորդ ունենաք այդ որսալու։ Հիմա նորից։ Դա այն հավատը հիշում ես, որ ասացի, հավատն է այդ ուժը, որ այդ հավատը այն մատերիալն է, որը որ դառնում է հետո իմացում։ Այսինքն դու հետո իմանում ես, իմացությունն է, դա նվեր է լինում, խորքային իմացությունը։ Հիմա դու այդ պահը գիտակցանդ ներսում կարաս տեսնես, այդ ով այդպես խոսեց։ Ինքը ոնց ստեղծեց։ Ոնց արագ ինքը սկսեց հարց տալ, նկատի այդ գլխիդ մեջ ով է հարց տվողը, որտեղից ինքը այդ հարցը տվեց, ու ստեղծեց այն իրականությունը, որ դա չի լինում ու հիասթափեցնող է լինում։ Չէ՞ որ եթե հիասթափեցնող է լինում, ուրեմն դա տեղի չի ունեցել քո իրականության ներսում։ Ռաֆ, ես կասեի իմ գիտակցությունը, որտեղ ես տեսնում եմ, որ իմ մտածածը չի։ Այսինքն ապրես, այդտեղ է աշխատանքը։ Այսինքն, երբ որ դու լռության մեջ աշխատանք կատարելու հետ, ինչ է տեղի ունենում։ Դու նստում ես,
ու սկսում է միտքը մեկը մաման սենց փախնում է, բավոր սենց չլինի։ Ինքը սկսում է ստեղծել, ինքը համ սկսում է հարց տալը, համ ինքը սկսում է այդ հարցը չեղարկել, ինքը համ սկսում է թաքնվել այդ հարցի տակ, որ դու չես տեսնում այդ որտեղից այդ հարցը։ Ու էդ էլ է քոնը։ Հասկանում ես չեմ ասում։ Դա էլ է քոնը, ըտեղից էլ վերցրու, գիտես ոնց տես, այդ ձեռքով ասում, ըտեղից էլ քանդեք, վերցրեք բոլոր տեսակի։ Հիմա դուք ուժեղացել եք բավականաչափ, որ կարողանաք կանգնեք ու ձեզանից հետ ստանաք։ Ամբողջապես։ Ամբողջ ձեր կտորները պետք է, գիտեք ոնց, հենց face արեք, կանգնեք դեմ ու այդ հետ վերցրեք այդտեղից։ Ձեր միտքը ինքը անընդհատ է դա անելու, այնքան ժամանակ մինչև կհասկանաք, որ դուք այնքան եք եկել ներկա, որ ինքը էլ չի փախնում։